առողջ, անփորձանք, խաղաղ երկրում ապրենք եւ ոչ թե միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն, որովհետեւ հիմա որ նայում ենք աշխարհում ինչ է կատարվում, շատ վախենալու իրավիճակ է։ Ամեն տարի հույսով ենք, որ գալիք տարին պիտի ավելի լավ լինի, ավելի բարի եւ բերի։ Բայց թե Աստված ոնց կորոշի, չգիտենք։ Ամեն ինչ լավ է լինելու։ Մանավանդ իմ հայ ազգիս։ Լավ է լինելու։ Դրական եք դրա համար։ Ես ինչ որ ես քուշագող չէ, բայց ինձ զգացումներս արդեն կատարվում է։ Ամբողջ հասարակության համար նախ սոցիալական եւ ընդհանուր կենցաղապայմանների բարելավման, բայց առհասարակ դե բնականաբար բոլորիս համար խաղաղության տարի լինի, առողջության եւ ավելի լավատեսության։ Անցյալ տարին չէր, որ այս տարին չի լինի։ Ինչն է պատճառը, քանի Հուսահատությունը, ժողովրդի հուսահատությունը մեծ է։ Մեծ է հուսահատությունը, որովհետև երբ կայուն պետություն չկա, դա է կպատճառը։ Առողջություն եւ ամենակարևորը երկրի խաղաղություն։ խաղաղություն կար անցնող տարի։ Դե որ կանք ուրեմն նորմալ է, բնականաբար։ Սա սպասումները արդարացան, Փառք Աստծո, 2026-ից էլ մեծ ակնկալիքներ ունենք, Աստված խաղաղություն լինի, ինչպես երկրում, այնպես էլ աշխարհում։ Մի խոսքով, այս տուրբուլենտության փուլից դուրս գանք։ Ես իրաց ցանկանում եմ առողջություն, բոլորի ձեզ էլ, բոլորին առողջություն, հաջողություն, խաղաղություն ես երկրի, իչթեմ դժգոհ։ Շատ ուժեղ տրանսպորտի ժողովրդին տեղափոխելու շատ դժգոհ եմ։ Ամեն ինչ լավ է, տրանսպորտը կա, բայց Ավինյանի հետ մեծ խոսելը չի համապատասխանում, իսկ 26-ին Աստված տա լավ լինի, մարդիկ ժամերով տրանսպորտ են սպասում։ Երևում է, ռոդի տրանսպորտը գա աշխատում, բայց լիարժեք չի։ Անցնող տարում ձեզ ինչը գոհացրեց, ինչը դժգոհության պատճառ դարձավ։ Իհարկե յուրաքանչյուրս մեր աշխատանքով ու մեզնով ենք չափում յուրաքանչյուր երևույթ։ Դրական էին տպավորությունները այնքանով, որքանով ինքս եմ հասցրել դրանք այդպեսին ընկալել։ Անցնող տարին համարում եք, որ խաղաղ էր։ Հայաստանի համար։ Հայաստանի համար միանշանակ խաղաղ տարի էր, սահմաններում ինչ-որ էքսեսներ բաներ չեղան, կարծում եմ ասենց աստիճանաբար ավելի լավ կլինի, էլի։ 25-ը սպասումները արդարացրեց։ Ոչ միշտ։ Այսինքն ոչ բոլոր սպասումները։ Ինչից էիք գոհ, ինչից դժգոհ։ Ճիշտն ասած, իմ բնավորությունը նենց է, որ ես գոհ եմ ամեն ինչից, այսօրվա րոպեյով անգամ,